Բարի երեկո։ Այսօր խոսելու ենք մի քանի գործերի մասին, այսինքն մեզ անցյալ շաբաթն ենք ամփոփելու, մեզ մոտ դա ոնց որ դառնում է կամաց ավանդույթ եւ մեր ձեռք բերած հաջողությունները։ Դրա հետ մեկտեղ ուզում եմ ասեմ, որ երեկ փետրվարի 13-ին լրացավ մեր կազմակերպության 12-րդ տարեդարձը։ 12 տարի մենք պայքարում ենք խարդախության, կոռուպցիայի, կլեպտոկրատիայի եւ այլ հանցագործությունների դեմ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր փաստաբաններին, բոլոր իրավապաշտպաններին, բոլոր դատավորներին, դատախազներին, ոստիկանության աշխատակիցներին, քննիչներին, ովքեր այս 12 տարիների ընթացքում հանդիպել են մեզ, համագործակցել են մեր հետ, պայքարել են մեր դեմ, բռնություններ են կիրառել մեր դեմ։ Ինչի եմ շնորհակալություն հայտնում, որովհետև ոմանք եկան եւ մնացին մեզ հետ, ոմանք մեզ դասեր տվեցին, թե ում հետ չի կարելի շփվել, եւ մենք այդ դասերից ավելի ամրացանք, ոմանք փորձեցին պայքարել մեզ հետ եւ դրանով եւս մեզ ուժեղացրեցին։ Ամեն դեպքում բոլորին շատ շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ այն բարեմաղթանքների համար, որ երեք մենք մի փոքրիկ տեսանյութ էինք տեղադրել մեր 12 տարվա քրոնիկոնը, ստացել ենք շնորհավորանքներ։ Ինչևէ, հիմա անցնենք այսօրվա մեր շատ հետաքրքիր թեմային։ Ինչպես ասացի, Վելես իրավապաշտպան կազմակերպությունը երբ ստեղծվել էր, ըստ էության մեր նպատակն էր պայքարը խարդախության եւ աշխառության դեմ, նման արատավոր երևույթների դեմ, որոնք իրար հետ շատ փոխկապակցված էին եւ բնականաբար միշտ պարունակել են կոռուպցիոն ռիսկեր, հովանավորներ եւ այլն, որտեվ դա եղել է սիստեմավորված համակարգային ըստեղել է խարդախություն, կոռուպցիա եւ այլն։ Մենք այսօր անդրադառնալու ենք երկու դեպքի, առաջի դեպքին կուզենամ շատ հպանցիկ անդրադառնամ, որտեվ դա վերաբերվում է արդեն հայ հասարակության համար, փաստորեն մեր հանրության համար բավականին քաջ հայտնի երկու սուբյեկտների, Քրիստինե Մալխասյան եւ Գոհար Ղազարյան սուբյեկտներին, որոնք բնականաբար տարիներ շարունակ գործել են ազատության մեջ, կոռուպցիոն ռիսկերից ելնելով, հովանավորչությունից ելնելով եւ եթե այդ հովանավորները պատկերացնում են, որ մենք իրենց անունները չգիտենք, իրենց տեղերը չգիտենք, նամանավան դա վերաբերվում է Արարատի մարզի իրավապահ համակարգին։ Լավ չեք արել, որովհետև ձեր հովանավորչության շնորհիվ եւ այլ կապերի, ասենք, այդ Գոհարի թե Քրիստինեն Էդիտա անունով երեխա ունի, սեռը չեմ կարող ասել, որովհետև չեմ կարող ուղղակի ասել, չգիտեմ, որ ասեմ աղջիկա թե տղա ունի, վերջը։ Եվ նրա շնորհիվ, նրանց այլ կապերի շնորհիվ այս վերջիններս միշտ գործել են ու իրանց թվացել է, որ իրանք անպատիժ են, որ իրանք տենց միշտ կարող են անել ինչ ուզում են անեն, բայց իրանք մոռացել են, որ պապը միշտ փլավ չի ուտում եւ գալիս է մի օր, երբ որ իրանք հանդիպում են մի պատնեշի, մի բարյերի, մի հատ չինական պատի, որից հետո իրանք հասկանում են, որ իրանք ոչինչ են եւ իրանք պետքա կրեն իրենց արժանի պատիժը։ Եվ էլի եմ ասում, ժողովուրդ, եթե դատալեքսում նայում ենք, 18 թվից կա սրանց արածները, 26 թիվ ենք ասել, այսինքն այսքան տարի սրանք անպատիժ յուրացրել են տարբեր քաղաքացիների գումարներ Հայաստանի Հանրապետության, այնտեղ իրանց հետ էլի մարդիկ կան խմբով։ Ինչևէ, մենք սրան անդրադարձել էինք դեռ երևի, չգիտեմ, օրեր, շաբաթ, երկու շաբաթ առաջ, որից հետո սրանք, ինչպես եւ նաեւ հաջորդ սուբյեկտը Մարիամ Թադևոսյանը, որի մասին խոսալու եմ, ընդհանրապես այս մարդիկ, ովքեր զբաղվում են խարդախությամբ, հետո սկսում են սպառնալ, ու իրանց թվում է, որ իրանց այդ քրչոտ սպառնալիքները շրիշակի, այն պլինտուսից ցածր, հա, մակարդակի, ամեն մարդ դե անում է այն, ինչին ինքը սովոր է, կարող է ինչ-որ կերպ հանկարծ կանգնացնի մեզ։ Սրանք երևի չեն պատկերացնում, որ այս 12 տարվա մեջ ինչերի միջով ենք անցել, ու եթե այդ ամեն ինչը մեզ չի կանգնացրել, չի կասեցրել մեր գործունեությունը, մեր ճանապարհը, ուրեմն իրանց այդ որակները հաստատ չէ, բայց ես գտնում եմ, որ այս պարագայում եւս բոլոր սպառնացողները,
հորդորներ հնչեցողները պետք է եւս պատժվեն։ Ասելիքս ինչա, ուրեմն մեր վերջի եթերից հետո այդ Գոհար Ղազարյան կոչված սուբյեկտը եւ չգիտեմ մեկ այլ իրանց մտերիմ տիկին ամենավերջի հայհոյանքները եւ սպառնալիքներն են հնչեցրել, թե իմ հետ ինչը ես կտեսնեմ իմ հետ ինչ են անելու, եթե ստեղ եթերում չլինեինք, երևի Թաթայի երգը կմիացնեի, տեսար ինչ եղավը, հիմա տեսակ ինչ եղավ, հիմա Աբովյան քրեակատարողական հիմնարկում նաուշնիկներով Թաթայի երգը լսեք, ու մնացածներին էլ եմ հորդորում, որ կփորձի ընդհանրապես սպառնալ մեր կազմակերպությանը, հիմիկվանից ձեր ականջները այդ երգին սովորեցրեք, որտեղ բոլոր դեպքերում տեսնելու եք ինչ եղավ ու ինչ եղավ ձեր հետ։ Ուրեմն քրեական վարույթը նախաձեռնվել Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի բաժանմունքում, սրանց Գոհար Ղազարյան, քեզ ով էր խնդրում, որ դու ավել պակաս վերցնես սպառնաս, կարծես տնային կալանքի էր, չէ, իսկ հիմա եմ որ ասում են իսկ հիմա ուր է, ուղիչ աշխատանքային գաղութում, ֆիլմից երևի միջնորդ ցենց ցիտատա բերենք։ Ուրեմն խելքները ծրանից դու գլուխներդ կհավաքեք ու կհասկանաք ու կմնաք ձեր դարակի վրա, դարակից աչ ու ձախ չանեք, որտեվ կարող է ընկնեք ու ջարդվեք։ Քրեական վարույթը նախաձեռնվել Վեդիի քննչական բաժնում հունվարի 6-ին 2026 թվականի տուժող եմ, այսինքն կներեք հունվարի սխալ ասեցի ես ամսաթիվը, տուժող եմ ճանաչվել եւ հեսա ուզում եմ այնքան փաստաթուղթ մոտս դրած, որ ուզում եմ հասկանամ, Վեդի քննչական բաժնից, այո, եւ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Էսրա վերաբերյալ, առայժմ այսքան է, այս Քրիստինե Մրիստիների վերաբերյալ, գնացեք ձեր էդիտա-մեդիտաներին տիրություն արեք, կողմնորոշվեք, թե էդիտային ոնց դիմենք տղաջան, թե աղջիկ ջան, ու հանկարծ չշփոթեք։ Ես ատում եմ շանտաժ եւ ատում եմ սպառնալ, բայց հիմիկվանից զգուշացնում եմ բոլոր այն անձանց, որոնք պատրաստվում են սպառնալ, ուրեմն ով որ կսպառնա մեր կազմակերպությանը, որը 12 տարի է անխափան աշխատում է ու լիքը քաղաքացիների շահեր է պաշտպանել, 600-ից ավել երևի հաղթած գործեր ունենք, ուրեմն զգուշ կլինեք ձեր արտահայտությունների մեջ եւ ձեր խոհանոցում իրար կսպառնաք հաջող կամ անհաջող անցկացված գիշերվանից հետո։ Ձեզնով այսքանը։ Ինձ համար ավելի ցավալի մի այլ իրողություն կա, որտեվ ասենք սրանցից շատ բան չկար ասելու կամ շատ բան չկար սպասելու սրանց կրթական մակարդակները տեսնելով կամ սրանց կերպարները տեսնելով շատ անգամ մարդու կերպարը արտաքինը եւ բառապաշարը, այդ կեղտոտ հայախառն բառապաշարը, որի մեջ սրանք սաղ կյանքները ընկղմված են եղել ու ապրել են, այլ բան չէին կարող սպասել, միևնույն ժամանակ ես ուզում եմ քննիչներին եւ այն ոստիկաններին, մասնավորապես համայնքային ոստիկաններին ասել, որ շուտով ձեր վերաբերյալ է լինելու հաղորդումներ հանցագործության մասին, որ դուք որոշ դատախազների հետ համատեղ հովանավորել եք այս երկյակին, գմփոցը կլսեք, դուք գիտեք ես ինչ ասում եմ, էդ էլ անում եմ։ Սա այս շաբաթվա մեջ էր, այս շաբաթվա երկրորդ դեպքը եղել է այն, որ Դանիել Վարուժանի թիվ 89 դպրոցի ուսուցչուհի Մարիամ Թադևոսյանը, ում դեռ անդրադարձել էինք ամիսներ առաջ, վերջինիս վերաբերյալ եւս մեր կազմակերպությանը դիմաց անձի հաղորդման հիման վրա, բնականաբար մեր աջակցությամբ գրված, այսինքն ստեղ էլ մենք ենք հովանավորում Տիկին Սուսաննայի կողմից գրված հաղորդման հիման վրա, ի վերջո, նույնիսկ հաշվի առնելով այն ծանր հանգամանքները, որ Տիկին Թադևոսյանի մեկ աղջիկը փաստաբանա ում նկարը շուտով կտրամադրվի, որտեղ վերջինիս մասին դեռ խոսալու կա, եւ սենց լուրջ նամակներ էին գրում մեզ սպառնալիքներով,
անկախ այդ սպառնալիքներից, անկախ որ տենց իրանց ոտքերի վրա նենց են կանգնած, որ կարող են 2017 թվից մարդուց վերցնել, ոչ թե վերցնել, այլ ստիպել, որ այդ մարդը իրենց համար գումար վերցնի բանկից, հիմա կմանրամասնեմ 1 միլիոն դրամ, մինչ առ այսօր չտան ու տենց իրանք խրոխտ կեցվածքով Տիկին Մարիամ Թադևոսյան դու մտնում ես դասարան եւ աշակերտներին ինչ ես սովորացնում, բացի հայոց լեզվի ուղղագրությունից։ Ինչ ես սովորեցնում, որ կարելի է մարդկանց խաբել, մարդկանց վստահությունը չարաշահել։ Մարիամ Թադևոսյանի աղջիկը փաստաբան Հասմիկ Հակոբյանն է եւ իրենց թվացել էր, որ իրենց գիտելիքներով, իրենց կապերով կարողանալու են հասնել նրան, որ մի խեղճ ու կրակ մարդու հաղորդման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնվի։ Ուրեմն այս շաբաթ նախաձեռնվել է քրեական վարույթ 255 քրեական օրենսգրքի 255 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով։ Ինչ է ասում 255 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետը, 255 հոդվածը դա խարդախությունն է, երկրորդ կետը խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով։ Դե հիմա Հասմիկ Հակոբյան փաստաբան, ես իհարկե չեմ պատկերացնում ոնց կարող է մարդ լինի փաստաբան, որտեղ փաստաբանը ըստ էության արդարության մարտիկ է եւ պետքա պաշտպանի արդարության շահերը, մեկը ուսուցչուհի է, մյուսը փաստաբան է, ու այսենց պարզվում է, որ կարելի է խեղճ մարդկանց ճակերտավոր գցել։ Ես առերևույթ բառը ինչի չեմ օգտագործում, ասեմ, քանի որ երբ որ Տիկին Սուսանան եղել է մեր գրասենյակում, իմ ներկայությամբ բարձրախոսի վրա զանգել է Մարիամ Թադևոսյանին եւ ես այդ խոսակցությունը ամբողջությամբ լսել եմ այդ խոսակցությունը։ Մարիամ Թադևոսյան, եթե կուզես, կարող ես հանրային դու էլ լսել, քո խնդրանքով կարող ենք տեղադրել։ Ասեմ, ինչ խնդիր էր առաջացել այս տիկնոջ Մարիամ Թադևոսյանի մոտ։ Ուրեմն վերջինս դեռ 90-ականներից ճանաչել է այդ Տիկին Սուսաննը։ Դուք պատկերացնում եք մարդիկ ոնց կարող են երկար տարիներ իրար ճանաչել, երկար տարիներ իրար հետ հաց կիսել, բաժակաճառեր ասել իրար համար, իրար գրկել, փաթաթվել ու վերջում գցել այդ մարդկանց եւ գցել ծանր ֆինանսական վիճակի մեջ։ Նայեք ինչա տեղի ունենում։ 1990-ականներից ճանաչել է սա Սուսաննայի ընտանիքին, իր ամուսիններով մոտ են եղել եւ 2017 թվականին որոշել է իր աղջկա ինչ էր անունը Անահիտ Հակոբյանի քիթը վիրահատի։ Շատ լուրջ եւ շատ անհապաղ վիրահատություն է, գիտեք, ես իհարկե բոլորին եմ կողմ, որ ուզում են գեղեցկանան, բայց մարդը պետքա գեղեցկանա եւ պլաստիկ վիրահատություններ երևի թե անի իր հաշվին, ոչ թե Սուսաննայի հաշվին։ Սա before after։ Եվ գալիս է Տիկին Մարիամ Թադևոսյանը, խնդրեմ իր նկարը դրեք, թող մի քիչ իրենց ուսուցչական կոլեկտիվը եւ դպրոցի աշակերտները, ինչպես նաև քաղաքապետարանի կրթության վարչությունը ուսումնասիրեն, թե ովքեր են այսօր դասավանդում դպրոցներում, որովհետև այն ինչ որ դրվում է դպրոցում, կա դասատու, կա մանկավարժ։ Այսինքն պետք է լինի մանկավարժ, որ երեխաներին ոչ մենակ տառեր սովորացնի, հա, մաշտոցյան տառերը, այլև արժե համակարգ, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել այս կյանքում։ Այնպես որ սիրելի աշակերտներ, մի հետևեք ձեր ուսուցչի օրինակին, դա չի կարելի անել, դա շատ վատ բան է։ Ի վերջո այս տիկինը Մարիամ Թադևոսյանը գալիս դիմում է Սուսաննային խնդրելով, որ իր աղջկա այդ վիրահատության համար 1 միլիոն դրամ գումար անհրաժեշտ, ինքը չի կարողանում այդ գումարը ճարի եւ այլն եւ այլն։ Տիկին Սուսաննան էլ շատ չարքաշ աշխատող մարդ է, ասում է, որ չունեմ ես այդ գումարը, ես նույնիսկ իրար վրա դրած այդպես գումար չեմ տեսել։ Ու այս գնալ գալը ինչը որ փաստվում է եւ մեսիջներով եւ հեռախոսազանգերով, որը մեզ մոտ այսօր արկա է, անընդհատ շարունակ տևում է, մինչեւ երբ որ մի օր գալիս ասում է, գիտես, ես իմացել եմ, որ Ինեկո բանկում վարկ են տրամադրում առանց գրավի, արի գնանք քո անունով վարկը վերցնենք, ես ՎՏԲ բանկում ոսկեղեն ունեմ դրած, այդ ոսկեղենը կհանեմ ու շուտ կփակեմ։
Տիկին Սուսաննան ուղղակի իրականում երևի թե չի պատկերացրել, որ իր տուն մտած անձնավորությունը կարող է նման ձևով իրեն խաբի։ Ի վերջո գնացել են Ինեկոբանկ, ուր տիկին Սուսաննայի վարկային պատմությունը եղել է լավ, չի ունեցել պարտքեր, չի խաբել մարդկանց, չի խաբել բանկերին, եւ այդ 1 միլիոն դրամ գումարը վերցրել է եւ Ինեկոբանկի պայմանագրով պետք է հետագայում հետ տար 1 միլիոն 521 հազար մինչև 2020 թիվը, սա 17 թվին է եղել, որից հետո գումարը բնականաբար փոխանցվել է Էստիկին Մարիամին, որը հեռախոսային խոսակցությամբ եւ SMS-ներով կա, որը նույնիսկ կասկածի ենթարկա չի, Աննա ջան, սա արվել է քո մայրը արել է նրա համար, որ դու դառնաս ավելի գեղեցկադեմ, սիրունատես, մենք էլ ուրախանանք քեզ տեսնելուց։ Այդ ժամանակ չգիտեմ քո փաստաբան քույրիկը քանի տարեկան է եղել եւ միգուցե իրավական խորհրդատվություն տրամադրեր մայրիկին, որ չի կարելի։ Հասմիկ Հակոբյանը։ Սա Հասմիկ Հակոբյանն է, փաստաբան։ Եվ այս խոսակցությունը շարունակվում է 17 թվականից, այսինքն այս երկարուձիգ տարիների մեջ, 9 տարվա մեջ։ Կարող էին ինչ-որ կերպ Հասմիկ Հակոբյանը իր փաստաբանական վճարներից վեր ինչ-որ մասհանումներ աներ այդ տիկնոջը, այն Աննան չգիտեմ որտեղ աշխատում, Մարիամը վերջը կարող էին անել։ Բայց իրեն ի սկզբանե տիկինը որոշած ա եղել, որ քանի որ Սուսաննան խեղճ է, իրան գումար չի հասնում, ինչին այն ինչ-որ արել է։ Եվ առաջին ամսվա գումարը, սենց ուղղակի ուզում եմ մի հատ դուք պատկերացնեք այս պատմության ճղճիմությունը։ Առաջին ամսվա գումարը, որ կազմել է 40 քանի հազար դրամ, բերել տվել այդ Մարիամ Թադևոսյանը տիկին Սուսաննային եւ մուծվել է Ինեկո բանկում։ Դա եղել է 2017 թվականի մայիսին։ Մայիսի, չէ թե հունիս ամսին է եղել, վճարվել է այդ գումարը, որից հետո երկրորդ տոկոս վճարելու օրը պարզվում է ապագա փաստաբան Հասմիկ Հակոբյանը ավտովթարի է ենթարկվում եւ գալիս է խնդրում է, որ ինչ կլինի ինձ էլի գումար տուր պարտքով 90,000 դրամ, քանի որ աղջկա անունով, Հասմիկի անունով վարկով հեռախոս կա, հեռախոսի գումարը փակեն։ Ցինիկությունը պատկերացնում եք։ Ցինիկությունը, հեռախոս կա, տանեիք հեռախոսը վաճառեիք, տանեիք գումարը փակեիք։ Հասմիկ Հակոբյան, դու չգիտես քաղաքացիական իրավունքի մասնագետ ես, քրեականի, վարչականի։ Բալավ դուք ամոթուն եք, թե չէ։ Եվ երկրորդ ամսվանից հետո սկսվում է կինոն։ Էլ երբևէ որևէ գումար այս խեղճ կնոջը չեն տալիս, հասկանալով, սա պարտքով գումար չի եղել։ Հասկանալով, որ վարկը այս տիկնոջ անունով է, ոչ են ՎՏԲ-ի ոսկեղենն են վաճառում, բերում այս մարդու փողը տան, այսինքն խաբելը, էլ ոնց է լինում։ Եվ այս տիկին Սուսաննայի մայրն է հետագայում հիվանդանում, մոտավորապես մի 2 տարի հետո։ Եվ ինքը խնդրում, ասում է գոնե հիմա այդ գումարը բերեք, մորս առողջականի համար է ինձ անհրաժեշտ, վերջ ասում են գնա ու շատ վատ բառերով, դրա ձայնագրությունն է կա։ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, երևի Աքսել Բակունցը գերեզմանում շուռ է կա, որ պատկերացնի, թե դուք ինչ բառերով եք մարդուն ճանապարհ դրել։ Հասմիկ Հակոբյան, ձեր կոլեգաները տեղյակ են, թե ձեր մայրը ինչով է զբաղված։ Մենք դրա մասին անոնս էինք դրել, տեղեկացրել եւ բնականաբար տիկին Սուսաննան նրա համար, որ իր ընտանիքը խնդիր չունենա, պարտքեր վերցնելով վաղը ժամկետ ամբողջ գումարը տանում փակում է ու դառնում է հիմա ինքը խնդրող։ Գիտեք ռուսերենն այնց լավ բառ կա, ասում է «Берут чужие, отдают свои»։ Հենց որ եկել արդեն այն ժամանակը, որ սա պետքա տա, այդ գումարը, որի համար այս կինը վարկի տակ է անգել, սրանք ընդհանրապես այս կնոջը մարդատեղ չեն դնում, դե ինչ ուզում ես արա, աղջիկս փաստաբան է, լուրջ։ Լուրջ։ Մենք էլ ինչ ուզեցինք արեցինք, երբ որ անոնսը տեղադրվեց, դա եղել է, ես հիմա ասեմ,
օգոստոսին, այսինքն որևէ մեկ այդ կնոջը տարիներ շարունակ ոչ խեղդելա, այս կինն ասել է գոնե մաս գումարս տվեք, ասել են քեզ չկա տալու, կամ հետո կտանք, մեր մոտից որ զանգարել է մեր գրասենյակից այդ Մարիամ ասում է ինչ ես խեղդում, այսինքն 9 տարի հետո դրա անունը խեղդել է, երևի թե էլի, տենց վստահ եք եղել, որ Հասմիկ Հակոբյանը, քանի որ փաստաբան է, տարբեր մարդկանց հետ իրավապահ համակարգում սովորել է տարբեր տեղեր իր կապերը օգտագործելով, նիֆիգա, չի լինելու, չկա տենց գործ, որ մենք զբաղվենք ու հաղթանակի չհասնենք, ամոթ է ուղղակի ուսուցչուն, էլի եմ ասում, եթե նրանք, չգիտեմ ով էին այդ Քրիստինեն ու Գոհարը, Տիկին Մարիամ, ես կարծում եմ, որ ամոթից կարելի է գեդինը մտնել, նամանավանդ, որ այս եթերը արվում է օգոստոսից արդեն 6-7 ամիս անց, թե դուք մտածել եք, որ տենց ինձ էլ վախացրեց ձեր հերթական փաստաբան Արև Հարությունյան, հիմա նայեք ինչ ա գրում, հարգելի Տիկին Պողոսյան գրել է, մեր տեղեկացել ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին վստահորդիս Մարիամ Անդրանիկի Թադևոսյանի վերաբերյալ իրականացրել եք հարցում Երևան Դանիել Վարուժանի թիվեսինչ դպրոց և այսինչ դպրոցի տնօրինությանը և բանավոր զրույցի ընթացքում նշել, թե իբր վստահորդս զբաղվել է խարդախությամբ և որ պատրաստվում եք հանրայնացնել, ուրեմն նախ ասեմ, որ ընդամենը դրա ձայնագրությունն էլ ունենք, այս կեղծիքների համար բոլորդ պատասխան եք տալու, այդ խոսակցությունն է կա ձայնագրված, որ ընդամենը հարցրել ենք, նման աշխատակից ուսուցիչ ունեք թե չէ, ասել է ինչ խնդիր կա, ասել են ուղղակի հետաքրքիր է, այստեղ ընդմիջեմ էլի, քանի որ չի պատասխանել այդ ինչ անունը, Անուշ Ասլանյանը, ինքն էր, իսկ ինչ է ինքը արել, ինչ արել, ասի ոչ ոք չարել, ուղղակի հետաքրքրվում ենք, ունեք նման ուսուցչուհի թե չէ, որից հետո սեպտեմբերի 10-ին տեղեկություն ստանալու հարցում ենք կատարել մեր կազմակերպության անունից, բոլոր կանոնները պահելով, ու մի հատ նայեք դպրոցի տնօրենի, այսինքն ես նոր հիշեցի, ոչ թե զանգարել ենք, այլ հարցում արել ենք, որի վրա գրված է մեր հեռախոսի համարը, որից հետո ինքն է զանգարել, հարցրել է ինչ ա եղել, հարցում եք գրել, ասել եմ, հա հարցում ենք, ասում եմ, մինչև ես չհարցնեմ մեր ղեկավարությունից, ես այդ հարցմանը չեմ կարող պատասխանել, ուրեմն Տիկին Անուշ Ասլանյան, ես չգիտեմ ձեր ղեկավարած դպրոցում որևէ տարական կրթություն տրվում է թե չէ իրավական առումով, այսինքն ես ձեզ ստեղ հղում եմ անում սահմանադրության հոդվածին, դուք գտնում եք, որ ձեր ղեկավարությունը վեր է սահմանադրության հոդվածներից և օրենքից, ու ինձ ասում եք այդ ձայնագրությունը կա, այո, որ դուք Տիրանից հարցնեք նոր, ուրեմն դուք էլ ձեր տեղում չեք, որովհետև դուք տարական, հայատար չեք տիրապետում, ինչա գրված այստեղ, և ի վերջո շատ երկար ժամանակ հետո երևի զանգել է կրթության վարչություն, քաղաքապետարան, չգիտեմ, Տրամպին, Վենսին, ես իմում ա զանգել, հարցրել պատասխանեմ, թե չպատասխանեմ, կամ գնացել է մատենադարան, մատենագրերի մեջ ման ա եկել, Գոշի դատաստանագիրքն ա կարդացել, ես չգիտեմ ինչ ա արել այս տիկինը, ի վերջո պատասխանում ա տակը գրում ա, նաև խնդրում եմ տրամադրել ձեր արտոնագիրը, ուրեմն իմ արտոնագիրը դա մարտհելներն է, և էլի եմ ասում, գնացեք և համապատասխան իրավական կրթություն ստացեք, են տարական, ես որ դպրոցում մենք ասում ենք հասարակագիտության հիմունքներ, ինչ-որ բաներ անցնում ենք, և իմացեք, որ սա ցանկացած քաղաքացի կարող է հարցում անի, ուզում եք պատասխանեք, ուզում եք չէ, բայց ոչ ձեր ղեկավարներին, շեֆերին պիտի հարցնեք, ոչ էլ ինձ նման գրություն տակ, սա Պարոն Ավինյան և քաղաքապետարանի կրթության վարչություն, ձեզ ի գիտություն, թե ինչ տնօրեններ կան նման բարձր անուն կրող Դանիել Վարուժանի դպրոցում, որը նույնիսկ չի ուզում կարդայք մեծ ռոպատար, եթե չէիք կարողանում կարդայք, այդ հայոց լեզվի դասատուին կանչեիք, ինչ էր անունը Մարիամ Թադևոսյանին, հայերենից երևի լավ կլինի կկարդար, սա մեկ։ Սա նրան, որ այս Արև Հարությունյանը լինելով
Փաստաբանական գործունեության արտոնագիր վերջերը ստացած 3244 պարոն Սիմոն Բաբայան ձեզ էլ եմ դիմում հորդորեք ձեր դուք հորդորեք ձեր փաստաբաններին ինչ որ գրում են աղավաղված կեղծ տեղեկություններ պարունակող գրություններ այլևս չուղարկեն, որը պարունակում է նաև սպառնալիքներ հորդորի տեսքով։ Հիմա նայեք այս օրիորդ աթետիկին այն չա գրում հաշվի առնելով վերոգրյալը հորդորում ենք ձեզ զերծ մնալ Մարիամ Թադևոսյանի վերաբերյալ չճշտված եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուց հակառակ պարագայում ստիպված կլինենք վերջինիս իրավունքների պաշտպանության նպատակով դիմել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության եղանակներին դե դիմի այսօր ամսի 14-ն է մի հապաղի հենց այսօր դիմի որ 255-րդ հոդվածի երկրորդ մասով քրեական վարույթ է նախաձեռնվել քո պաշտպանյալի հետ ում ես հորդորում աղջիկ ջան ինչ ես հորդորում Հասմիկ Հակոբյանի հորդորով ես հորդորում Հասմիկ Հակոբյանը եթե դուք ընդհանրապես չգիտեմ էլի ոնց եք այս ամեն ինչը դուք ոնց եք ներկայացնելու արև չգիտեմ ինչան այդ ինձ ես հորդորում թե չէ ինչի կդիմեք բա դիմի բա ինչի չդիմեցիր աղջիկ ջան Ուրեմն նորից եմ ասում, արև ես իմ ինչան, Հարությունյան, 3000 քանիերորդ արտոնագիր ստացած, ուրեմն բոլորդ մնացեք ձեր չափերի մեջ, մենք ինչ անում ենք բացառապես, անաչար և այս մարդկանց համար, որոնք կծվում են փաստաբանի մամայից, դու այդ հորդորներդ կգնայր քո ընկերուի փաստաբանին կհորդորեիր, կգնայր Մարիամ Թադևոսյանին կհորդորեիր, որ մարդուց գումար վերցնելը և 9 տարի չվերադարձնելը և ոչ թե պարտք վերցնելը, որ ասեն քաղաքացիա իրավական հարաբերությունա չէ խաբելով ինեկո բանկ տանելը, լավ բան չի, եղավ այ հորդորիչներ, սրանից հետո բոլորդ կմնաք ձեր չափի մեջ, թե չէ բոլորդ Գնալու եք այդ Քրիստինե Գոհար, ուղղակի չեմ ուզում ես փաստաբանին ինչացնեմ այդ մակարդակին, եղավ Արև Հարությունյան, և ճշտեք եղելությունը, և մի աղավաղեք։ Մարինա Պողոսյանը երբեք չի զանգում դպրոցի տնօրենին պատմի, թե իրա չգիտեմ ես իմ ինչի ինչ ա արել։ Ես չեմ էլ զանգել, նոր խոսալուց հիշեցի փաստաթուղթը նայելով, ընդամենը հարցում ա ուղարկվել, որին չի կարողացել դպրոցի տնօրենը իրա շեֆերից թույլտվություն վերցնի։ Ես ձեզ եմ հորդորում, հարգելի Արև Հարությունյան, հարգելի Հասմիկ Հակոբյան, հորդորում եմ ձեզ գնալ Դանիել Վարուժանի թիվ 89 դպրոց և տնօրենի հետ դասեր անցկացնել և որոշակի իրավական գիտելիքներ մատուցել, որպեսզի այս մարդիկ հասկանան, թե ինչին ոնց են պատասխանում։ Միևնույն ժամանակ հորդորում եմ քեզ Արև Հարությունյան և Հասմիկ Հակոբյան փաստաբան։ Բացատրեք Տիկին Գոհար Թադևոսյանին իր արարքի հետևանքները։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, առայժմ այսքանը իհարկե նողկալի է, մենք սա իմիջայլոց, սա առաջին դպրոցը չի, մենք անցյալ տարի ենք ունեցել դպրոցի աշխատակիցեր, նալու ուսուցիչ չէր։ Իմ համար ցավ, երբ որ մանկավարժը զբաղվում է նման բաներով։ Իմ համար ցավ է, երբ որ տնտեսագիտական համալսարանի դեկանն է զբաղվում ուրիշի փող լվալով։ Հա, ցավ է իմ համար, որովհետև մենք ուսուցչին, դասախոսին, դեկանին, մեր բժշկին, մեզ բոլորիս դաստիարակել են, որ այդ բոլորը մտավորական են և եղել է այլ վերաբերմունք իրենց նկատմամբ։ Էնպես որ հիմա ես հորդորում և կոչ եմ անում, թե քննչական բաժնի մալացայի, որպեսզի որևէ կերպ Հասմիկ Հակոբյանը և յուր շրջապատը չփորձի ազդել, որովհետև մենք ամենօրյա ռեժիմով հետևելու ենք այս գործի ընթացքին։ Ինչպես նաև կոչ եմ անում քաղաքապետարանի կրթության բաժնին, հա, Երևանի դպրոցների, եթե իրանց են ենթարկվում կամ չգիտեմ ում են, ես այդպես գիտեմ, շեֆերին, մի խոսքով այդ Անուշ, ինչան էր չեմ հիշում, Անուշ Ասլանյանի, որ հորդորում եմ
որ մի հատ հասկանան, թե ինչ ուսուցիչներ են այդ դպրոցում դաս տալիս եւ ինչպիսի տնօրենները ղեկավարում դպրոցը։ Առայժմ այսքանը մենք անպայման ձեզ կտեղեկացնենք։ Նորից եմ ասում, այս տարիների ընթացքում մենք եթե նույնիսկ ինչ որ մի գործում եղել է անհաջողություն, հետո մեր հետևողականության շնորհիվ անհաջողությունը վերածվել է ավելի մեծ հաջողության։ Եվ մի բան էլ եմ խնդրում, մեզ հորդորներ ու սպառնալիքներ չուղարկեք, լավ, սրանից հետո, որովհետև այդ հորդորները կարող է ես սենց հավաքեմ ու սենց հորդորեմ ձեզ։ Ստեսություն ձեզ։